Բարի առավոտ, պարոն Բաբալին։ Ինչպե՞ս եք։ Ոչինչ, նորմալ։ Տրամադրությունը առավոտյան ինչպես է լինում։ Երբ առավոտ դուք ընդհանրապես առավոտյան մարդեք թե երեկոյան։ Գիտեք, ես վերջերս մի քիչ ավելի շուտ եմ զարթնում։ Առաջ սիրում եմ ավելի շատ քնել, բայց չեմ անում, կարող է տարիքով եմ դարել, դրա համար ավելի շուտ եմ զարթնում, բայց նորմալ է։ Իսկ ստեղծագործելու համար ավելի շատ առավոտն է։ Հա, անշուշտ, որովհետև ավելի շատ գործ հասնում ես անել։ Չնայած որ Թիֆլիսում այդքան ամեն ինչ կոմպակտ է, դրա համար եթե երկու գործ ուզում ես անես, 4 էլ կանես։ Например, ես Մոսկվա գնացել եմ 2 ամիս առաջ, այնտեղ դժվար մի գործ եմ արել, որտեղ միջև аэропортից հասան ինձի բան, ինչ որ տեղը կես օր անցավ։ Այս կողմից ցեղ շատ լավ է։ Իսկ ինչ զբաղվածություն ունեք հիմա։ Որտեղ։ Այստեղ Թբիլիսիում։ Ես вообще пенсионер եմ, գիտեք։ Տոշակ եմ, բայց չէ, դե անշուշտ ցեղ լավ ինգերներ ունեմ, ցեղ բարեկամներ ունեմ, իմ թորերը ցեղ մեծանում եմ, նրանց հետ գնում եմ ֆուտբոլի, նրանք երկուսը էլ ուզում են ֆուտբոլիստ դառնան։ Մեկը Դինամոյում արդեն իրան ընդունին, ինքը նապադավիշի, մյուսն էլ բանը վրատար։ Так что ժամանակ սպես անցնում է։ Մի քիչ հետ գնանք։ Ահա։ Այն տարիներին, երբ որ իհարկե նկարահանվում էր հարսնացուն Հյուսիսից, Սպասեք գնամ այդ բարիկա, որովհետև շատ եմ փոխվել։ Եվ հետաքրքիր է, կարելի է այսպես ասել, հա, կյանքը մինչև ֆիլմը, հարսնացությունը, ու հետո ֆիլմից հետո արդեն։ Ինչ փոխվեց ձեր մոտ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ոչ մի բան, ես այդ որ կինոն նկարվում է, ես արդեն ավարտում էի ինստիտուտ, գիտիս ավարտել եմ, թատրոնական ինստիտուտ, հետո մի տարիով գնացել եմ բանակ, հետո ՀՏԿ, հետո նորից շարունակել եմ ռեժիսորский ֆակուլտետի վրա սովորել, հետո աշխատում էի էստրադայում, նկարվում էի բան, ասիկը չեմ կարող ասեմ, ինչ որ մի բան փոխվեց, բայց գիտես զգացել եմ, ես դաժե չէի ջոկում, մի անգամ ուրեմն Երևանում էի, ուստպես պատահական նկատեցի երեխեքը ինչ որ հետևից գալիս են, ինչ որ իրար մեջ խոսում են, բան, ինչ որ վալա, ես մի անգամ չջոկեցի, ինչ են, բան, հետո հասկացա, որ նրանք տեսել են այս նկարը։ Իսկ այդ ժամանակ կմտածեիք, որ ֆիլմը պատմություն կստեղծի։ Ոչ ես, ոչ էլ ես մտածում եմ Ներսես Գեդեոնիչը, ռեժիսորը Ներսես Օգանեսյանը։ Ես գիտեք, այդ նկարի բախտը, կան բախտավոր նկարները, կան ավելի обычные։ Իսկ ֆիլմի նկարահանման ընթացքը կհիշեք, ինչ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել, որոնք մնացել են տեսախցիկից դուրս։ Արդեն շատ ժամանակ անցավ, բայց ինչ հիշեմ ես։ Որքան ժամանակում եք ֆիլմը նկարել։ Ֆիլմը որքան ժամանակ։ 74-ներ, արդեն կանի 50 տարի չէ, 50 տարի եղավ, վայ, թորանամ ես։ Չէ, նկարահան որ դուրս է մնացել ֆիլմից, նկարահանումների։ Չէ, այնտեղ մի էպիզոդը չմտավ ֆիլմը, որտեղ այդ Երևանը երգում էր։ Ինքը ինչ որ ֆրանսերեն մի շանսոնը պետք է կատարեր, բայց չեմ անում, չմտավ։ Ահա։ Այդ ռեստորանը որ նստում ենք, այնտեղ այդ դրանից հետո ֆիլմի մեջ շատ բառեր կան, որ մինչև այսօր բոլորս օգտագործում ենք։ Իսկ դուք հաճախ եք ֆոլկլոր ոնց որ եղավ։ Այո։ Իսկ դուք հաճախ օգտագործում եք։ Հա, այն օրը իմ աներոջս հետ գնում էինք որ Վլադիկավկազ, ինքը այսպես կոստյումը վերցրեց, ասել եմ Տամաս Վլադիմիրիչ, այդ կոստյումը որ ձեզի երեցկացնում է։ Բայց ընդհանուր նկարահանման ընթացքը ինչքան տևեց։ Գիտեք, ամառը սկսենք, հետո մի հատ էլ պերիսյոմկա արին, ամբողջ ֆիլմը չեմ կարող ասեմ, որովհետև ես այն մոմենտների մեջ որ Հայաստանում նկարվում եմ, ես այն ժամանակ Ռուսաստանում բանակում էի, Սարայում, դե ֆիլմի սյուժետով։ Դրա համար դե 3-4 ամիս ամենաշատ։ Իսկ կարոտում եք այդ օրերը։ Հա, անշուշտ, որովհետև մեր երդասարդությունները այն ժամանակ եւ ժամանակ ուրիշ էր, ավելի բիզաբոտնի ոնց որ ասեն հիմա, հա, պրոբլեմ չկար, մտածում էի որ սա կյանքը դեր լիմիտ կա։ Ինչ կբերեիք ձեր հետ հիմա։ Այն ժամանակից։ Այո։ Մենակ օպտիմիզմը կարող ենք բերենք, որովհետև ուրիշ ինչ կարող ես բերես։ Օպտիմիզմը եւ սերը դեպի դե շատ բան կարելի է բերել։ Իսկ տրամադրությունը, երաժշտությունը, արվեստը, ինչ որ բան փոխվեց այս տարիների ընթացքում։ Անշուշտ փոխվեց։ Դեպի լավը թե բայց ինձ համար գիտեք այն ցենեսները որ ես այն ժամանակ ես
հարգում էի, սիրում էի, ինձ համար նույնը մնաց։ Պրոստը ավելի շատ թազապան հիմա դուրս եկավ, որ կա լավ բաները, կա վատ բաները։ Ինչ որ լավ է, ես մեծ սիրով ընդունում եմ։ Մեզ հաճախ ասում են, որ այն ժամանակվա ֆիլմերը նայեք ինչ լավն է եղել, ինչ հետաքրքիր են եղել, ինչքան երկար են ապրում այդ ֆիլմերը միշտ։ Հիմա բանա փոխվել։ Դոբրի այդ պանյացի դաբրատա այդ ֆիլմերի մեջ կային։ Հիմա ինչն է փոխվել ֆիլմերի մեջ, որ այդ բանը չունեն, էներգետիկան։ Ես եմ նայում եմ սաղորը այդ մաֆիոզի կլանները իրար սպանում են, այդ էլ վատ չի, գիտեք, մեկ կարելի է նայ։ Ես շատ սիրում եմ, например, այդ ոնց է կոչվում, Մինտավսկիի վոյնը սերիալը Նևսկի, բան ես ամեն գիշերը կարող եմ նայեմ, որովհետև դե շատ բան մտածելը պետք չէ այս նայել այդ ֆիլմերը, հա, պրոստը նայում ես ոնց որ բան, action։ Կողենք Արնո Բաբաջանյանի մասին եւս ձեզ հարցնել, որովհետեւ իր երաժշտությունը շատ առեղծվածային եւ գեղեցիկ է, եւ իրեն էլ մեր պատկերացումներում հենց այդպես ենք պատկերում ու ընկալում։ Ինքը իրական կյանքում ինչպիսին էր, ինչ առանձնահատկություններ ուներ որպես մարդ։ Գիտեք, Պապան հասարակ լավ կողմից, հա, հասարակ, որովհետև ինքը շատ կոմունիկաբելն էր, տարբեր մարդկանց հետ, տարբեր ինչ-որ սոցիալնի ուրովինի կարող էր հասարակ մարդու հետ ինչ-որ ինգերություն աններ կամ շփվեր կամ ինչ-որ ինգերներ շատ ուներ և շատ սիրում էր այդ իր ինգերներին, вообще ինգերությունը, որ կամպանիայի մեջ մենք գալիս էինք ինչ-որ սեղանի շուրջը, բան ինքը ոնց որ բան դուշա կամպանի, հա, ոնց որ ասում են, ինքը շատ էր սիրում անեկդոտ պատմել, тост поднимать тосты, հա, բայց գիտեք, որ ինքը մենակ էր մնում, մի քիչ ուրիշ էր, որովհետև դե երևի ուրիշ բաների մասին էր մտածում, համ էլ իր հիմադությունը տալիս էր, որ ինքը միշտ ուրախ չէր կարող լինել, այդ նորմալն է, դա ամեն մարդու մոտ սպես։ Իսկ կա նրա գործերից մեկը, որ դուք հիմա հաճախ լսում եք։ Դու իր սաղ երաժշտությունը, համ ես, համ իմ թորերը մեքենայի մեջ որ նստում ենք, իր կասետը տնում ենք, լսում ենք։ Եվ կլասիկ երաժշտությունը, համ էլ էստրադային երաժշտությունը, իմ կյանքս ոնց կարելի է չլսել էդի։ Հայաստանում եւ իհարկե ամբողջ SNG-ի շրջանում, հա, ես կարծում եմ, որ շատ կան հուշարձաններ հենց Արնո Բաբաջանյանին։ Կա մեկը, որը ձեզ համար շատ այսպես հարազատ է։ Դե Երևանի պամյատնիկը, այդ իր բանը շատ իմ վրա շատ էդի մեծ տվարություն տվեց եւ ամեն անգամ որ տենում եմ ինչ որ ինչ որ մի տազա բան եմ այնտեղ գտնում, ինչ որ ռակուրս ուրիշ կամ ինչ որ выражение ուրիշ։ Գիտեք չէ՞ այդ պատմությունը, որ մի անգամից որ դրել են էդի կանի շատ մի 10 տարից ավել, հա, շատ զանգում են ինձ, ասում են, այդ ինչ են դրել, բան, այդ ինչ ուրոդա, բան, ձերքերը, ինչ որ եղունգները մեծ են, գիտա մեծ բան։ Լավ է, ես որ այդ ժամանակ չլսեցի այդ բաների, ես ասել եմ, որ ես գգամ կնայեմ, հետո իմ տպարությունը կբացատրեմ։ Եկել եմ, տեսա, դե գիտեք, մարդիկը շատերը որ բանին քրիտիկա անում են, նրանք առնորոշություն գիտեին տարիներով իր ինգերները, բան չեմ ուզում անուն ազգանուն տամ, ու նրանց համար ինքը ես եմ կարող է ուրիշ ինչ որ նրանք ուրիշ ձևով տենում էին, հա։ Ես էլ գիտեք որ абստրագիրված լինես այդ մարդու օբրազից, որ հասկանաս որ էդի արվեստ է, որտեղ էդի արվեստ է ու ամեն բան արվեստը իր պրավը ունի իր ձևով այդ ճուստը, որ այնտեղ շատ մեծ էքսպրեսիա կա, например, իր խարակտեր ու այդ մասշտաբը, որ այդ ձերքը վերևը բան, իմ դուրս գալիս է այդ։ Ինչ խորհուրդներ եք տալիս ձեր թորներին այսօր։ Այդ մի հատ մեծ պրոգրամա պետք է ձայնագրենք, երկու խոսքի մեջ դժվար է։ Ինչ փոխեցին նրանք ձեր կյանքում, լավ։ Դե հա, անշուշտ։ Դե մենք ինգեր ենք, գիտեք, այդ շատ մի քիչ սրամիտ տեղեր կեն, ու մանավանդ փուչուրը ինքը 8 տարեկան է, ուրեմն ասում եմ Թեմուրի, իրան Տիմոխ ասում եմ, Տիմոխա, ուզում եմ ավտո փոխեմ, թազա առնեմ, ինչ կարծիք ես, հետո ես գնամ, ասում եմ դու առաջ ավտոն առ, հետո այդ ծախի։ Խորհուրդներ են տալիս։ Իսկ իրենց մեջ կա մոտավոր որ հիմա արդեն հասկանում եք, որ գենը կշարունակեն։ Կարող է, ինչու՞ չէ։
Հա, երաժշտությամբ հետաքրքրվում են։ Դրանք մանավանդ այդ Պուչուրը ինքը մուզիկալն է, շատ սիրում է երգել, բան։ Գնաց դպրոցը, ուրեմն իր ուչիչելը, իր երգի ուչիչելը, ասում է, ինչ որ բան ասեց, ինքը ասեց, բա դու գիտեք որ իմ պրադեդուշկա բան էր, կոմպոզիտոր էր։ Այդ կինասովետը ով է։ Ասում է Արնո Բաբաջանյան։ Հա, դե աշուշ գիտենք, այսպես ինքը միանգամից Բայց մյուս բանը պրադեդուշկա ինքը ֆուտբոլիստ էր։ Այնտեղ շարունակող գեներ կան։ Եթե ունենայիք հնարավորություն ձեզ այն երիտասարդ տարիներից հաղորդագրություն ուղարկեիք հիմա, խորհուրդ տայք ինչ խորհուրդ կտայիք ձեզ հիմա։ Այն ժամանակից հիմա, այո։ Դե գիտեք, այդ մի հատ գիրք է պետք է գրվի։ Ավելի շատ հիմա գոնից ուղարկեմ, եթե կարելի է փոխել հետ գալ Իսկ եթե հակառակը ինչ կուղարկի։ Նույնը իմ թորս պատմում է, ասում է, այդ չորնի իկրա ինչու այդ կամ թանգա։ Դա ասում եմ, դու մոխը գիտես, այդ առաջ շատ էր, Տրամար Էրժաններ, հիմա քիչացավ, գինը բարձրացավ։ Գիտես, ես ասում եմ 2 ռուբլիով առնում եմ մի հատ սպես տուպա։ Ինքը ասում է, ինչ լավ լիներ, որ հետ գնայինք։ Այդ ժամանակին, հա։ Իսկ թորնիկները ինչ լեզվով են խոսում։ Հա Նանք ուրեմն դե մենք իրար ռուսերեն խոսում ենք, որտեղ մեր նյանյան ինքը ռուսախոս է, ու լավ է որ ռուսերեն խոսում են, որտեղ գիտեք ես որ վերջերս նկատում եմ այդ երիտասարդությունը Վրաստանում, սկսում ես ռեստորան ես գալիս բան, ես արդեն գիտեմ սկսում եմ անգլերեն խոսամ, որտեղ վրացերեն կարող են ինչ որ ուզում են բացատրեն, բայց ավելի լավ անգլերեն, որտեղ միանգամից հասկանում են։ Ռուսերեն լավ չեն իմանում։ Բայց գիտեք ինչ, այդ արդեն հայերեն մի քանի ֆրազա ունեն, например, արաբոտ է որ ինձ դիտնում են, ասում են արեք ոնց ես, ոնց ես։ Չեմ անում, ես չեմ սովորացել, ինչ որ ինգերները ունեն, որ մենք որ գնացել ենք ձովապ, այնտեղ հայ ընտանիքը կար, երեխերքով ունանք միասին ինչ որ խաղում էին ֆուտբոլ, ինչ խաղում չեմ անում։ Դրանից գալիս է ու սկսում է բան հայերեն խոսալ։ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, հա, 3 շատ այսպես վայրեր աշխարհական, որտեղ դուք ձեզ տանն եք զգում։ Որտեղ է ավելի ջերմությունը կամ որտեղ ինչպես եք դուք զգում եւ ինչի հետ եք համեմատում։ Օրինակ, երբ որ Հայաստանում եք լինում, երբ որ Ռուսաստան։ Հայաստանը պարզ է, իմ հայրենիքս է, իմ պապան անեղ տաղված է, պապիկս, տատիկս, այդ շատ հարազատ է, չեմ կարող ասել։ Դե իսկ Մոսկվայում ես սաղ կյանքս անտեղ եմ անցկացրել։ Ու վերջի 5 տարի այդ պանդեմիան որ սկսեց, մենք եկել ենք սեղ, որոշել ենք դե ավելի մոտիկ լինենք, բան մայ ծնողները, երեխեր կթորերը, ու ես զանգում են մեկ ասում են դու Մոսկվիչ ես, հա, սա կյանք ապրում է այնտեղ, դաժե արտասահման չուզեցա գնաս, բան, դու ոնց ես զգում։ Ասում շատ լավ, ինձ շատ կոմֆորտն է ստեղ զգում եմ, որովհետև նոստալգիա բան չկա դեպի Մոսկվա, հա։ Դե այն գործերը, որ ես ինչով եմ ես զբաղված, այդ WhatsApp կա, Viber կա, ամեն ինչ կա։ Կարող է այն ժամանակ դժվար էր այսպես կապնվել։ Հիմա շատ հեշտ է, ինչ որ մի բան պետք է օրվա մեջ եթե ուզես Մոսկվայում լինու կամ Նյու Յորք լինի, տարբերություն չկա։ Կարելի է անել։ Ինչ որ դոկումենտ ստորագրել կամ, ես իմ շատ պես բտավի պրոբլեմ որ կա, որ միանգամից կարելի անել։ Ու սեղ գիտեք, սեղ շատ լավ եմ զգում ինչի համար, որտեվ դե բանա իմ ընտանիքը ստեղ է, իմ մոտիկները, բան ինգերներ ստեղ շատ ունեմ, համել Վրաստանի կլիմատը ինձ շատ կլիմատ ոչ թե եղանակ էլ, եղանակը գիտեք ես Մոսկվայում ապրել եմ, քանի շատ տարի ապրել եմ, այնտեղ արևը մեկ-մեկ տենում ենք, որտեվ Սիերի պասմորնի պագոդը արդեն այսպես օգնացել։ Ուստեղ ամեն օր բան աչքերը բացում ես տենում ես արևը, դե ինչ լավ բան է, ես շատ եմ բան ոնց ասեմ նախանձում եմ այդ մարդկանց, որ սա կյանքը արև են տեսել։ Այս կողմից լավ է, ուտելիքը շատ համով է, ջուրը համով է, օդը համով է, մենք ապրում ենք մի քիչ վերևը բանից քաղաքից, պես ոնց, կոտեջնի պասյոլոկ բան, այնտեղ դուս ես գալիս այնտեղ բան, կենտանիները վազվզում են, բան։ Այս կողմից շատ լավ է, դե էլի ես մտածում եմ մարդու համար ինչ է պետք, չէ՞։ Կոմֆորտ։
Էլի վերադառնալով Արնո Բաբաջանյանի թեմային, ես ուզում եմ հարցնել, տեսեք դուք պատմեցիք, որ ձեր թորնիկը պատմել է դպրոցում իր ուսուցչուհուն, թե ում գենից է։ Ձեր կյանքում եղել են նման օրինակներ, երբ որ դուք փոքր տարիքում դպրոցական ավելի հասուն տարիքում ասեք, որ ես Արնո Բաբաջանյանի որդին եմ։ Օգտվեք այդ առիթից։ Գիտեք, ես հիմա որ անալիզիրված անեմ, այն ժամանակ ես դաժե չէի հասկանում այդ դե պապան սովորական ինքը ես գիտեի որ ինքը մուզիկանտ է, կոմպոզիտոր է, Էդի ոնց որ աբիդինի բան լիներ, ինքը նավագում էր բան, առաջի անգամ ես ինչ որ մի բան զգացի, ես հիշում եմ, էդի որ գնացի իր համերգին, այդ Զալչիկովսկովա Մոսկվայում, ինքը կատարում էր Գիրայիչսկի բալադը, ես նստացի ու գիտեք, այսպես շատ դժվար է բացատրել ինչ եմ զգացել։ Ու դրանից հետո, անշուշտ, որ մենք գնում էինք համերգներին, իրանց պես ընդունում էին մարդիկը, էլի պես ինչ-որ բանը իմ գլխից մեջ բան էր անում, բայց ինքը շատ հասարակ մարդ էր, ինքը երբեք բան ստատուի տեղը չէր բռնում, պամյատնիկի, կան մարդիկը, որ при жизни արդեն պամյատնիկ են, ասպես ման են գալիս, ինքը Չեմ անում կարող է դեպի ինձ ես պես եմ զգացել, բայց իսկականից ու ինչ որ գնամ ասեմ որ ես ինչ որ Բաբաջանյանի տեղա եմ բան ու ինքը գիտեք ես որ սովորում եմ բան ինքը ինչ որ պես պրոտեկցիա ինձ շատ չէր անում դե ապասրետ լանշուշտ անդեղ մարդիկը որ գիտեին բան չեմ կարող ասեմ բայց որ ինքը զանգ տա ինչ որ ասեն որ այս տղուն ընդունեք գործի կամ բան ինքը ավելի շատ իր պլիմենիկի համար էր զանգում խնդրում էր կամ թե ինձ համար իսկ խիստ հայր էր անշուշտ դե գիտեք ես էլ երևի նույնը սպես ինձ բան կանեք պայ որտեվ դե ամեն մարդը իր բան ունի չէ դեֆեկտներ եթե կարելի էսպես ասել ու ինքը ինչ որ մտածում էր այն էլ ասում էր ինձ ես դե որ փուչուր էի չէի սիրում պարապե ես սկզբից ես բան էի չէ տարան ինձ մուզիկալնի դպրոց դաշնամուրի ու անդեղ սպես դուրս եկա որ այդ տեղեր երեխեր կա որ ընդունում են արդեն 2 տարի բանի այդ պեդագոգի հետ պարապել են ես էլ եկել եմ ոնց չիսվելից դա ու ինձ ուրեմն վիլանչել դվին ձերքս ու սկսել եմ պարապել 2 տարի պարապել եմ չնայած որ ես հիշում եմ իմ այդ էկզամեն առաջի կլասի էկզամենը Ռաստապովիչ ընդունեց ու շատ գողեց ասեց ինչ մուզիկան է տեղա է բան բայց երևի ես թույլ էի լինիվի, չէի սիրում պարապել, բան, համեն մենք ապրում ենք, ուրեմն 2 սենյակ ունենք, մի սենյակում պապը իր երաժշտությունը գրում էր, մյուս սենյակում մաման իր աշխատերքի հետ պարապում էր դաշնամուր, բան, ինձ էլ գցին, բան, հոանոց, տատիկիս հետ ես անդեղ բան, զզվցրել եմ ուրեմն, պապային ինձ վերցրեց, գնաց, բան, դիրեկտոր ցենտրալնի մուզիկալնի շկոլ, ասում է ես իրան հանում եմ, ինքը լինչա է, բան, Դիրեկտոր բան զաստուպիցը ասում է ոնց առնորություն է, ինքը լավ ուспехներ է, սիրուն ձեն ունի, բան, չի ասում է, դա ինքը չի, դա մենք իմ տյոշա հետ ու իր մամա հետ մենք ենք այդ պարապում, ինքը вообще բան չի ուզում անի ու հանեց ինձ անդից, ասում է, это был первый случай, որ ասես գալիս ծնողը ու հանում է երեխուն դպրոցից։ Պարոն Բաբաջանյան, իսկ չէիք խանդում, որ Արնո Բաբաջանյանը մենակ ձեր հայրը չէր, այլ ամբողջ հայության համար ինքը Արնո Բաբաջանյանն էր։ Ինչու պետք է խանդեմ, naоборот, ես ուրախ եմ, որ մեր ազգը ունի սպես սիրված Այդ տարիներին, որ բոլորը ուշադրություն էին պահանջում իրենից, որ իրենց էլ ժամանակ հատկացնել, չէ։ Չէ։ Գիտեք, այդ շատ բան օրգանիչն էր, որովհետև ինչ որ մարկանց չէին ստիպում, որ ինչ որ սպես ցույց տան իրանց բանը, то, что օրգանիչն է, դա միշտ լավ է, ավելի մաքուր է, կամ ինչ որ մտքով ասես, որ ես, Ապրում եք Թիֆլիսում, Վրաստանում, վրացիները շատ հայտնի են նաև իրենց կենացներով։ Մենք էլ պակասը չենք հայերով, երբ որ սեղանային խնջույքի եք լինում, այ բաժակ, առաջին բաժակը ինչի համար եք բարձրացնում։ Всевышний բարձրանում ենք, որ Всевышний մեզի տվեց կյանք ու մեզի պաշտպանում է ու իր չոմ կենացը կարելի ասել, որ Աստվածի կենացը խմում ես, ասինքն ոչ թե այդ մեր уважение ու սերը ցույց ենք տալիս դեպի բան
Ես ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից արտադրվող Breeze լացացնում եք։ Breeze գինին, փրփրուն գինին, որը համոզված եմ, որ շատ լավ առիթ կտա, որպեսզի հետաքրքիր հախնջույքների եւ ավանդույթների ժամանակ բաժակ բարձրացնեք եւ իհարկե տրամադրությունը բարձր լինի։ Եվ իհարկե ուզում եմ պարտադիր ձեզ նվիրել նաև մեր բրազիլական ընկերության Tramontina ընկերության, որը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, որոնք իհարկե հատուկ են պատրաստում եւ հատուկ ծածկություն են, իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Նույնպես սա ձեզ համար ու շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը ու շատ ուրախ ենք, որ նորից եկեք։ Անպայման, նորից կլինենք ու նորից սիրով ձեզ հյուր կհանենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ։